Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Հայ ազգային կոնգրես կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Մանուկյան հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Այս օրերի ընթացքում ինչպիսի քարոզարշավ եք անցկացրել եւ ինչպիսին են ձեր շանսերը ազգային ժողովի ընտրություններում հաղթահարելու շեմի առումով։ Բոլոր մեթոդներից օգտվում ենք քարոզարշավի, շատ սիրուն բաներ ենք պատրաստել, քարոզանյութեր, կարճ կլիպներ, ռիլեր, ուղերձներ, որ ամբողջ սոցիալական ցանցերում ենք օգտագործում, բոլոր հեռուստատեսություններում, շատ լավ ծրագիր ենք կազմել, շատ լուրջ ծրագիր, լուրջ քաղաքական ուժի ծրագիր, ինչպես նաև հանդիպումներ գյուղերում, մարզերում, անհատական բուկլետների բաժանում, երեք եղել ենք Վանաձորում, դրանից առաջ Ալավերդիում, դրանից առաջ ես եղել եմ Իջևանում, Նոյեմբերանում, Տավուշում, Շիրակի մարզում, քաղաքացիներից արձագանքներ տարբեր է, քաղաքային մասերում ավելի շատ ճանաչողություն կա, ավելի շատ ակտիվություն կա, քան գյուղական մասերում, բայց գյուղական համայնքներում ինձ համար շատ կարևոր է, որի մասին վստահ եմ կխոսենք, դպրոցների թեման եւ դեմոգրաֆիկ փոփոխությունները, որ գյուղերում տեղի են ունենում, շատ վտանգավոր process-ներ են տեղի ունենում, գյուղերում ասֆալտը իր գործ արել է որոշակիորեն, ոչ բոլորի մոտ, թոշակների հետ կապված բան կա, բայց կա այսպես իշխանությունների ռեյտինգի նվազում, ակնհայտ երևում է, հուսամ, որ առաջիկա մոտ 20 օրը մենք դեպի վերելք կունենանք, որովհետև նոր են թափուվացել մեր քարոզի նյութերի տարածումը, հանդիպումները, հետո նոր են գնալու շրջաններ, մասնավորապես դեպի հարավ, Սյունիքի մասը մի շաբաթ կգնանք, հուսամ, որ դրական տեղաշարժ կա։ Կհաղթահարեք ազգային ժողովի միանշանակ կհաղթահարենք։ Ես եթե չեմ սխալվում, նախորդ ընտրություններին երբ մասնակցում էիք, 1.54% եք հավաքել։ Այո, եւ դա ամենևին չի նշանակում, թե առաջիկայում ինչ որ բան պետք է լինեն, 8 տարի, 10 տարի առաջ ԿՊ չկար, հա, 0% էր, այդ ոնց եղավ, որ հավաքեցին, կամ բարձրից են իջնում ներքև, կամ ներքևից են բարձրանում, այդ լոգիկան չի աշխատում, որովհետեւ իշխանությունները փոխվում են։ Եթե այդպես լիներ, Հիտլերը միջևերջ մնալու էր իշխանության, այսինքն դա բացարձակ անալոգիա չի, որով հաշվեն մարդկանց մի տարի առաջ, ասենք, ուժեղ Հայաստան կար, Հայաստանում չկար, այսինքն փոփոխություններ կան եւ ժողովուրդը փառքասու այդպես ակտիվ հետևելու հնարավորություն ունի եւ ինքն էլ կորոշի ում է տալիս իր ուժը։ Լավ, կանք ծրագրային դրույթների մասին խոսելու, որովհետև ինչպես դուք նշեցիք, բավականին ծավալուն է ձեր ծրագիրը, անվտանգությունից եւ խաղաղությունից կուզեի սկսեինք։ Ինչ եք ասում այս մասով։ Դուք ասում եք, որ ամենակենսական խնդիրը անվտանգությունն է, բայց առաջարկեք, թե կոնկրետ ինչ գործիքներ եք դուք ներդնելու, որն այսօր գոյություն ունի, որպեսզի կարողանաք ապահովել մեր երկրի անվտանգությունը։ Շնորհակալություն։ Մեր բոլոր ծրագրերը, բոլոր բաժինները կազմվել են շատ վաղուց, նոր չեն դրանք։ Մի քանի տարի շարունակ մենք աշխատել ենք այդ ծրագրերի վրա, բոլոր առանց բացառության բաժինները անցել են գիտական, մասնագիտական փորձաքննություն։ Մեր ծրագրերի վրա աշխատել են լուրջ գիտնականներ եւ փորձագիտական բաներով ենք անցկացրել, մասնավորապես այդպիսին է էներգետիկան, ջուրը, կրթությունը, անվտանգությունը։ Մեր անվտանգության համալիրի վրա աշխատել են գիտնականներ, գեներալներ, մի քանի գեներալներ, գործող գեներալներ, որոնք բանակի աշխատող գեներալներ են եղել եւ նրանք են մասնակցել։ Պլյուս անվտանգության համակարգի մեջ մենք ներառել ենք ընդհանուր դիվանագիտությունը, որովհետեւ դիվանագիտությունը անվտանգության մաս է, որտեղ շատ շեշտված է եւ դա այսպես մաքուր կոնգրեսական մոտեցում է, բալանսավորված քաղաքականությունը։ Մենք մշտապես եղել ենք եւ արևելքի եւ արևմուտքի հետ լավ բալանսավորված քաղաքականության կողմնակից, ինչպես նաեւ հարևան երկրների Ադրբեջանի եւ Թուրքիայի տնտեսական համագործակցության կողմնակից մենք միշտ ենք դա քարոզել, դա կուսակցության 35 տարվա մեր ծրագիրն է եւ անվտանգության առումով եւ խաղաղության ես կգումարեի ինքնիշխան խաղաղության առումով շատ հետաքրքիր ծրագիր կա, որ մենք բացի բալանսավորված քաղաքականություն արևելքի, արևմուտքի, հյուսիսի եւ հարավի միջեւ մենք առաջարկում ենք շատ կոնկրետ ծրագիր, որը նոր է այս քաղաքական դաշտում, դա Իրանի հետ կապող երկաթուղու ծրագիրն է, մի 3-4 միլիարդ դոլարանոց ծրագիր է, բայց դա
ոչ միայն տնտեսական հնարավորություններ է բացում Հայաստանի եւ հարավի եւ ընդհանրապես Հայաստանի համար, կապում է Հնդկաստանը, Իրանը, Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանի հետ եւ դա դառնում է եւ կարող է դառնալ խաչաձև հապ թրիպի հետ եւ այս ինչով է խաղաղության երաշխիք դառնում, որովհետև այս դեպքում եւ հյուսիսի եւ հարավի եւ արևելքի ու արևմուտքի երկրների համար սա դառնում է այսպես խաչուղի, խաչմերուկ տնտեսական, քաղաքական եւ այդ ներդող ուժերը եւ քաղաքական ուժերը, որոնք քաղաքական կենտրոնները, որոնք շահագրգռված են այս ծրագիրը իրականացնելու, նրանք ուղղակի շահագրգռված են այս տարածաշրջանում այդ ծրագիրը։ Որ կենտրոններն են դրանք, պարոն Մանուկյան։ Կրկնեցի Իրան, Հնդկաստան, Վրաստան, Ռուսաստան, իսկ մյուս ծրագիրը բնականաբար Եվրոմիություն, Միացյալ Նահանգներ դեպի Արևելք, Ղազախստան, Թուրքմենստան, Չինաստան, այսինքն սա բայց ներողություն, տասնամյակներով Հայաստան-Իրանին կապող երկաթուղին չի եղել կամ չի կառուցվել, ինչ է հիմա փոխվել, որը հնարավոր է դարձնելու, որ դա իրականություն դառնա։ Այդպիսի ծրագիր չի եղել նախկինում, այդ ծրագիրը հաշվարկված է արդեն մոտ 120 էջանոց ծրագիր է, տեխնիկական հաշվարկամոքրությամբ կա, մի 3 տարվա ծրագիր է, մոտ 3-4 միլիարդ դոլարի եւ շահագրգիռ կողմերը շատ կան, բոլոր հաշվարկները արած են։ Մեր բոլոր ծրագրերը ռազմավարական ծրագրեր են։ Ի տարբերություն, ասենք, շատ քաղաքական ուժերի, որոնք խոստումներ են տալիս, դուք հաստատ նայել եք մեր ծրագիրը, այնտեղ խոստումներ չկա։ Միայն կոնցեպտներ են, լուրջ կոնցեպտներ, որոնք վերաբերում են անկախությանը, տնտեսական զարգացմանը, Հայաստանի սուբյեկտայնության բարձրացմանը եւ այլն։ Եվ եթե սա բավարար է, ձեզ ես երկու ուրիշ ծրագրերի մասին ասեմ, որոնք կոնցեպտուալ են, որոնք գիտական փորձակնություն են անցել, մասնավորապես ինձ համար հարազատ թեմաներից մեկը, ասենք, էներգետիկ թեմաները։ Էներգետիկայի առումով մենք ուղղակի մերժում ենք իշխանությունների մոդուլային, այսպես կոչված ռեակտորների ներդրումը Հայաստանում կամ այդ ծրագրին հավանություն տալը, ես ֆիզիկոս եմ մասնագիտությամբ, տեղյակ պահեմ մեր լսողներին, որ մոդուլային ռեակտորներ աշխարհում ոչ միտեղ փորձարկված չեն։ Եվ համաձայնել այդպիսի ծրագրի դա նշանակում է արկած բերել Հայաստանի գլխին, երկու տեղ կա, որ փորձարկել են, մեկ Չինաստանն է, անապատներում փորձարկել, մեկ Հյուսիսային օվկիանոսում Ռուսաստանը, բայց դրանք փորձարկային բաներ են եւ ՄԱԳԱՏ-ն դեռ հավանություն չի տվել որևէ տեղ, որևէ տեխնոլոգիաներ վաճառել։ Մենք ուղղակի վաճառում ենք պատրանք, թե դա լավ է լինելու։ Շատ կարճ մի Դուք ինչ եք առաջարկում, եթե դուք համաձայն չեք այդ ծրագրին, դուք ինչ եք առաջարկում։ Այդ նույն փորձանքին եկել են լիտվացիները, որոնց համոզեցին, որ իրենց 1600 մեգավատանոց ատոմականը փակեն եւ կներդնեն մոդուլային ատոմականներ, 1600 մեգավատանոցը փակեցին եւ ոչինչ էլ չդրվեց։ Եվ Լիտվան, որ միշտ էներգիա արտահանում էր սկանդինավյան երկրներին, Բելարուսին, Ռուսաստանին, Էստոնիային, Շվեդիային, հիմա դարձավ ներկրող երկիր, փաստորեն խապվեց եւ գնաց այդ։ Նույն բանը տեղի ունեցավ Ուկրաինայում։ Ուկրաինայում էին խոստանում, որ մոդուլայիններ կբերեն, նույնը խոստացել են ուրիշ երկրներում, այսինքն անվտանգային առումով, հեռանկարային առումով մոդուլային ատոմականները ռիսկ են, խիստ ռիսկ են, չկան ուղղակի։ Ձեր առաջարկը։ Մեր առաջարկը հետեւյալն է, քանի որ մեր ատոմականը 36 թվականում չէ աշխատելու հնարավորություն ունի, մենք նախատեսում ենք ռուսական տեխնոլոգիայով, որը ամենալավն է աշխարհում, ասենք մոտ 30 ռեակտոր է հիմա կառուցվում աշխարհում, 20-22-ը ռուսական տեխնոլոգիայով են, անվտանգության առումով դրանք լավն են եւ մեր ամբողջ համակարգը եւ ուսուցողական եւ վառելիքի եւ տեխնոլոգիական առումներով նրանք լավն են եւ հարմար են Հայաստանի համար։ Առաջարկում ենք ռուսական տեխնոլոգիայով նոր ատոմականի ստեղծում եւ զուգահեռ դրան, որը շատ կարեւոր է ու կոնցեպտուալ, չեն ասում սրա մասին, կուտակիչների խնդիր ենք մենք առաջադրում։ Հայաստանը ունի հիմա երբեմն չղեկավարվող էներգետիկ բաներ, ռեսուրսներ, օրինակ արևային էներգիան այնքան է շատացել մեր մոտ, որ դա կարող է լուրջ խնդիրների առաջ բերել, եւ այստեղ անհրաժեշտություն է առաջանում էներգետիկ կուտակիչների։ Էներգետիկ կուտակիչները այն համակարգերն են, որոնք ավելցուկի եւ պակասի դեպքում համակարգում են եւ էներգետիկ համակարգ դառնում է կառավարում։ Լավ, իսկ էներգետիկ անվտանգության տեսանկյունից մեկ կենտրոնից էլի կախվածության առաջարկը որքանով ռիսկային է։ Ներողություն, հենց այդ առումով մենք առաջարկում ենք արևմտյան տեխնոլոգիաների ներդրում Հայաստանում, որովհետեւ այդ առումով կուտակիչների առումով Իտալիան, Նորվեգիան, Գերմանիան, Ֆրանսիան շատ լավ տեխնոլոգիաներ ունեն,
եւ արտադրելու կամ Մի դեպքում ռուսական տեխնոլոգիաներն եք առաջնահերթություն ատոմակայանը այդ առումով քանի ռուսական նաև առելքյան ռուսականն է ամենալավ հիմա ռուսները կառուցում են եւ Իրանում եւ Եգիպտոսում եւ Թուրքիայում եւ Հունգարիայում ամբողջ այս տարածաշրջանում իրենք այդ առումով որակում եւ իսկ բան կուտակիչները որը կդարձնի Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգը կառավարելի վերահսկելի իսկ դա շատ կարեւոր վերահսկելիություն է եւ դու դառնում ես կենտրոն շատ էներգիա ունես բայց կարող ես նաեւ վաճառել դա առաջարկում ենք վերցնել արևմտյան բաներից երկրներից եւ դա շատ արագ պետք է արվի որովհետեւ կուտակիչները հերանեկարն են էներգետիկ համակարգ վերահսկելի դարձնելու Լավ, պարոն Մանուկյան, գալով այլ հարցի, որը ներառված է ձեր ծրագրում, խաղաղության մասին։ Դուք ասում եք, որ շարունակելու եք խաղաղության հաստատման գործընթացը, ճիշտ է։ Այո։ Բայց միևնույն ժամանակ ասում եք, որ անհրաժեշտ է դիմադրողականությունն ամրապնդող քայլեր։ Ես կուզեի հասկանալ ի վերջո դուք խաղաղության եք գնում, թե դիմակայության։ Դրանք իրար չեն հակասում։ Եթե դիմակայություն ասում ես, դա քո անվտանգության բարձիկներ ուժեղացնելու մասին է խոսքը։ Դա պաշտպանական համակարգն է, բարեկամների ձեռքբերումն է, ռազմավարական ընկերի տնտեսության զարգացումն է, դա կոչվում է դիմակայության կամ իմունիտետի որ ավելի հեշտ լինի բարձրացում, որ ամենևին չի նշանակում խաղաղության գործընթացի չեղում։ Ուղղակի այն խաղաղությունը, որ հիմա մեզ մատուցվում է, բլեֆ է, շատ պարզ բլեֆ, եւ խաղաղության գործընթացը այս իշխանություններով ուղղակի ձախողվեց 19 թվականին, երբ 19 թվականին Հայաստանին առաջարկվել էր երանախագահության կողմից Մինսկի Ռուսաստան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգների կողմից փոխզիջումային ծրագիր, որի մասին Հայ ազգային կոնգրեսը միշտ է ասել, եթե մենք տարբերում ենք մնացած քաղաքական ուժերից, ապա այն է, որ մենք ասում ենք փոխզիջումային տարբերակով պետք է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի։ Նիկոլ Փաշինյանը թաքցրեց այդ պլանը, որը 19 թվին իրան առաջարկված էր, եւ տարիներ շարունակ մեր ստիպելով հրապարակվեց թե ինչ են առաջարկել իրան, բայց մինչև հիմա էլ դեռևս հրապարակված չէ, գաղտնիք է մնում է ժողովրդի համար, թե ինչ է պատասխանել մեր իշխանությունը գրավոր կամ բանավոր կամ մերժել է կամ բանակցությունների չի գնացել, ինչ է առաջարկվել, ինչու ենք մենք դուրս եկել բանակցային գործընթացից, ինչը պատճառ դարձավ Ղարաբաղի կորստի Եկեք պարոն Մանուկյան թողնենք անցյալը, որովհետև դուք խոսում եք ապագայի պլանների մասին, դուք խոսում եք առաջիկա ընտրությունների մասին։ Ես հիմա ասում եմ դուք առաջիկայում ինչ եք առաջարկելու քաղաքացիներից խաղաղության հետ կապված։ 19 թվականին, սա արձանագրենք ու անցնենք առայլ։ Ձախողվել է 19 թվականին, մերժվել է եւ այդ մերժվելու արդյունքում է պատերազմը սկսվել, այդքան զոհեր ենք ունեցել եւ հասել ենք այս վիճակին։ Հիմա ձեր հարցի պատասխանը։ Մենք բոլոր ստորագրած միջազգային ուժ պետական պաշտոնական ուժ ստացած բոլոր փաստաթղթերը եւ պայմանավորվածությունները Հայաստանի պետք է պահենք, երբ որ մենք լինենք իշխանության։ Բայց եթե դա ձախողված խաղաղության ձեր ձևակերպման փաստաթղթերն են, դուք ոնց եք այդ փաստաթղթերը պահելու։ Չկա այդ ձևի փաստաթղթ հիմա որևէ փաստաթուղթ, այս նախաստորագրված թուղթ կա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Դուք իմացեք, կամ կսովորեք արձանագրել, որ նախաստորագրած փաստաթուղթը դեռևս պետական փաստաթուղթ չէ, այն դեռևս իրավական ուժ չունի, երբ որ դա իրավական ուժ ստանա, ստորագրվի եւ ռատիֆիկացվի համապատասխան խորհրդարանում, դա կարող է դառնալ պաշտոնական փաստաթուղթ, դա լրիվ ուրիշ է։ Իսկ խաղաղության առումով դուք չեք գտնի այլ ուժ, որը նվիրված է խաղաղությանը, քան Հայ ազգային կոնգրեսը։ Եվ հենց այդ նույն թվականներին բոլոր, երբ որ ասում են Ղարաբաղի հարցը լուծված է, միակ ուժը, միակ որ ասել է Ղարաբաղի հարցը լուծված չի, այն պետք է լուծվել կոմպրոմիսներով եւ երանախագահության առաջարկած պայմաններով եղել է Հայ ազգային կոնգրեսը։ Այսինքն ինչ կուզեք կարող եք մեր ուժի մասին ասել, բայց ան որ խաղաղության նվիրալ ենք եղել եւ ամեն ինչ այլ ենք եւ նաեւ շատ ցածր տոկոսներ ենք ստացել երբեմն այդ խաղաղության ծրագին հետևական լինելու համար, դա մեր ճակատագիրն է կամ մեր պարծենալիքն է, դա մեր տեսակն է։ Մենք երբեք պոպուլիզմով չենք գնացել, կենացներ մեր ծրագրի մեջ չկա, որևէ կենացային տեքստ չեք կարող գտնել։ Սա գիտեք ինչպես է, անա, սա ծրագիր է, որը կարող է դառնալ հենց այսօր կամ վաղը ցանկացած իշխանության սեղանի ծրագիր, եւ այդ ծրագրով կարող է իշխանությունը Հայաստանի անվտանգության խնդիրները լուծել։ Մենք մոտեցել ենք այս ծրագրին, մենք մոտեցել ենք այս ծրագրին, կարծես թե մենք իշխանություն ենք։ Այսինքն ես միշտ ինձ պատկերացրել եմ իշխանություն եւ այդ պատասխանատվությամբ եմ ցանկացած իմ ելույթ կազմակերպում, ցանկացած ծրագիր բերում, դա շատ կարեւոր է։ Ինչ ասենք այսօր իշխանությունների համար մենք ունենք խաղաղություն թե ոչ։
Գետնի վրա, հա, իսկ գետնի տակ չունենք, որովհետև այսօրվա խաղաղությունը կախված է Ադրբեջանի Ալիևի կամքից, եւ եթե քո իշխանությունը սպառնում է, որ սեպտեմբերին եթե հանկարծին չի ընտրվում, պատերազմ է լինելու, դա խաղաղություն չի։ Դուք ո՞նց եք շարունակելու Ադրբեջանի հետ հարաբերություններն ու խաղաղության գործընթացը։ Խաղաղություն չի կարող լինել, եթե Հայաստանի սահմանները Ադրբեջանի տարածքում են։ Եթե Հայաստանի անձեռնմղելիությունը տարածքային խախտված է 250 քառակուսի կիլոմետր մեր ձեռքին չէ։ Եվ եթե մենք ունենք գերիներ, դա նույնպես խաղաղության չնպաստող բան է, ամենևին դա չի կարող նպաստել, այլ վնասում է։ Եվ եթե ունենք պայման, այդ ձեր ասած նախաստորագրածը ստորագրած դառնալու կամ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, որի ակնհայտ եւ իշխանությունները չընդհանրում, հռչակագրի հանելն է, անկախության հռչակագրի հանելն է մեր սահմանադրությունից, դա լի է սպառնալիքներով, մենք սպառնալիքների տակ ենք եւ սպառնալիքների տակ չի կարող լինել երկու սուբյեկտիվ խաղաղության հռչակագրի հանումն է սպառնալիքներով լի։ Հռչակագրի հանելը այն բանավոր պայմանն է եւ դա հնչել է բազմաթիվ անգամ, որ Հայաստանը պետք է հռչակագիրը հանի սահմանադրությունից հարակվի, որից հետո Ադրբեջանը պատրաստ է։ Դուք ձեր ծրագրում ասում եք, որ դուք պահպանելու եք անկախության հռչակագիր, սահմանադրության մեջ անկախության հռչակագրի հանումը։ Միանշանակ, որտեղ դա մեր երկրի ծննդականն է, այո։ Այո, ինչ որ գրված է այնտեղ, այդ հռչակագրում, դա այսօրվա իրողությունների հետ ո՞նց է համադրելի։ Ձեր ծննդյան թիվը երբ է եղել, այն ժամանակվա իրողությունները այսօրվա հետ ի՞նչ կապ ունի։ Դուք այդ ժամանակ ուղղումներ եք, կորեկցիա եք անելու ձեր ծննդականում, դա մեր ծննդյան փաստաթուղթ է։ Դա քաղաքական գործունեության ծրագիր չէ։ Դա ընդհանրապես փաստ է, վավերական է, ատեստատ է։ Դա տեսլականը չէ, որ մեր երկիրը պետք է տանի դեպի այդտեղ։ Ոչ։ Դա ընդհանրապես փաստ է մեր երկրի ծննդի վերաբերյալ, որ այս ծրագրով, այս քվեարկությամբ, այս պարլամենտով ընդունել է Հայաստանի ծնունդը, Հայաստանի պետականության ստեղծումը։ Եվ ձեզ ասեմ, ես ուսումնասիրել եմ առնվազն 20 երկրի հռչակագրեր, որոնք նույնատիպ են, որոնք ժամանակին եղել են կարող ռոմանտիկ, ոչ ռեալիստական, բայց ամենևին նրանք չեն խանգարել այդ երկրների հետագային եւ այս 35 տարվա ընթացքում։ Դրանում այլ երկրների նկատմամբ տարածքային պահանջների մեր այդտեղ չկա տարածքային պահանջ, կա ինքնորոշման իրավունք եւ ձեզ ասեմ 35 տարվա ընթացքում կարող եք իմ հարցին պատասխանել ինչու է հռչակագիրը չխանգարեց որևէ տեղ Մինսկի խումբ գործեց, եռանախագահություն գործեց, մենք դարձանք միջազգային կազմակերպությունների անդամ եւ որևէ տեղ որևէ մեկը չասել հռչակագիրը որտեղ հասցրեցին, պարոն Մանուկյան։ Ինչպես նորից Մինսկի խմբի բանակցությունների արդյունքում որտեղ հասցրեցին, եթե դրանք այդքան իդեալական բանակցություններ էին։ Մինսկի խմբի առաջարկները մերժվել է Հայաստանի իշխանությունների կողմից, պարզ բան եմ ասում։ Երբ որ այնտեղ կար 3 գերտերությունների երաշխիքներ խաղաղություն հաստատելու, ինքնորոշման իրավունք պահելու, դա մերժվել է Հայաստանի իշխանությունների կողմից։ Եվ այդից սկսվել է ամբողջ կոնֆլիկտը աշխարհի հետ։ Մենք կոնֆլիկտի մեջ ենք, մենք հետո հռչակեցինք Ղարաբաղը Հայաստանը եւ վերջ, հետո հռչակեցինք մեր ասացի հակառակը, որ Ղարաբաղը Ադրբեջանին է պատկանում եւ այլն։ Դա բերեց անլուրջ տպավորություն Հայաստանի նկատմամբ, անլրջության վերաբերմունքի հիմք եւ մենք կորցրեցինք ոչ միայն ամենը, հիմա ծաղրուծանակի առարկա ենք դարձել, որովհետեւ այն ինչ որ մեզնից հիմա պահանջվում է, հանել հիմնը, հանել դրոշը, հանել մաշտոցը, եկեղեցին ջարդել, չգիտեմ, դասագրքերը փոխել, անկլավները հանձնել, այդ որ մեկը ասեմ, այդ խումբը որ լուծարվեց Մինսկի խումբը, անմիջապես Ադրբեջանի պահանջով մենք միջազգային բոլոր դատարաններից մեր հայցերը հետ վերցին։ Հայաստանը այլևս չի կարող որևէ հայցով դա կլինի մարդու իրավունքների ժողովրդավարություն, մշակույթի ոչնչացում։ Հայաստանն ու Ադրբեջանը ուզում են խաղաղության գնալ։ Ես խոսում եմ Հայաստանի եւ միջազգային կազմակերպությունների հարաբերությունների մասին, դրանք տարբեր բաներ են։ Բայց եթե կողմերը ուզում են խաղաղության գնալ, ինչ-որ բան։ Հասկացա, այսինքն ես ուզում եմ գնամ խաղաղություն, իմ տունը պետք է տամ իրեն, իմ իրավունքները դնեմ մի կողմ, ոտնահարեմ իմ ինքնակրթությունը, ինքնությունը, եկեղեցին, դրոշը, հիմնադրամ եւ ասեմ գալիս եմ խաղաղության։ Լավ, Արցախի ու արցախահայերի հետ կապված ինչ եք դուք առաջարկում ձեր ծրագրում։ Ինչպես։ Արցախի եւ արցախահայերի հետ կապված ինչ եք առաջարկում դուք ձեր ծրագրում։ Եկեք առաջին հերթին Արցախի մասով։ Հարցը փակված է թե չէ։ Այդ տոնը մի քիչ փոխեք, խնդրում եմ։ Եթե դուք հարց ունեք, սա հանրային է եւ այս հաղորդման տերը ես եմ։ Դուք վարում եք անշուշտ, ես հարգալից պատասխանում եմ ձեր հարցերին, բայց հիմնահարցը փակեք թե չէ, պարոն Մանուկյան։ Այդ կոստիտուցիոնը խնդրում եմ թողնել։ Ղարաբաղի հարցը տարածքներ բերելու առում փակված է, չկա այդպիսի հարց։ Մենք ռեալիստ ենք, բայց մարդկանց միջազգային իրավունքներով վերադառնալու իրավունքը մնում է ուժի մեջ, թեպետ ես ձեզ ասեմ, որ այսօրվա Ադրբեջանի բաներով, դիկտատորական պայմանով որևէ հայ
այնտեղ գնալու ծրագիր չի ունենա եւ դա ես չեմ էլ համարում ռեալ։ Ինչ ասենք խոստանում են շատ քաղաքական ուժեր։ Բայց ես ուզում եմ ոչ միայն ձեր հարցերով կամ հասկանում եք իմ այս 30 րոպեն այնքան թանկ է ինձ համար, որ կուզեմ որոշ բաներ ասել, ինքս ասել, ձեր թույլտվությամբ իհարկե։ Ես այս ընթացքում շատ եմ շրջել Հայաստանի տարբեր գյուղերով եւ հայտնաբերել եմ կամ բացահայտել եմ մի երևույթ, որը կոչվում է գյուղերի ոչնչացում, որը կոչվում է դպրոցների փակել, 229 դպրոց օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 1 արանքում պետք է փակվեն։ Այդ 229 դպրոցներում սովորում է այս բան 7800 աշակերտ, 2500 ուսուցիչ, 2500 աշխատող եւ նրանք փակվելու են։ Այդ դպրոցներից Աննա, ուրեմն 55-ը սահմանամերձ են։ Սահմանամերձ գյուղերը Հայաստանի Հանրապետության սահմանամերձերի 1/3-ն է։ Եվ եթե հանկարծ այդ գյուղերի դպրոցները փակվում են, այ անվտանգության համակարգ սա է։ Դիմել եմ քանի անգամ եւ դիմում եմ անվտանգության ծառայություններին սա ստուգել եւ կառավարությանը տալ ճշգրիտ առաջարկ, պրոգնոզ ինչ կարող է լինել, եթե սա տեղի ունենա։ Ուրեմն 55 գյուղերի այդ տարածքները, որ փակում են դպրոցները, այդ գյուղերը վտանգի առաջ են կանգնում արտագաղթելու, ինչը արդեն տեսել են, մարդիկ արդեն տներ են ման գալիս Գյումրիում, Վանաձորում, Երևանում, որովհետև իրանց երեխեք չեն կարող դպրոց գնալ։ 600 կիլոմետր սա կազմում այն սահմանը, երբ մենք այլ երկրներ, Ադրբեջանի եւ Թուրքիայի սահման ենք պահում, եւ այդ գյուղերի դատարկվելով, այդ սահմանը հետ է քաշվում, այդ գյուղերը դատարկվում են։ Այդ գյուղերից ուրեմն փակվողներից 141-ը լեռնային են։ Լեռնային գյուղերի դպրոց փակել չի կարելի։ Պարոն Մանուկյան, 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը այս իշխանության հիմնական ծրագիրներից մեկն է։ Ես չեմ գովազդում, ես ասում եմ, այն ինչ որ իրականություն կա, որ ոչ մեկը չի։ Իրենք վերանորոգում են, ասում են, սարքում են։ Մենք 7 րոպե ժամանակ խնդրում եմ տեղավորվենք։ Ես կասեք, շնորհակալություն։ 41 դպրոց բարձր լեռնային է։ Բարձր լեռնային գյուղերը մեր Հայաստանի պոստերն են, այն կետերն են, որ մարդիկ ինքնապաշտպանություն են կազմակերպել։ Եվ եթե դպրոցներ փակում ես, հետ են գալիս այդ գյուղերը դատարկվում են, եւ կառաջանում է այսպես դեմոգրաֆիկ վակուում։ Եվ դիմում են քաղաքական բոլոր ուժերին։ Այս այն խնդիրն է, որ քաղաքական բոլոր ուժերը պետք է ուժերը միավորեն, որպեսզի Հայաստանը դեմոգրաֆիկ կատաստրոֆայի չենթարկվի։ Դեմոգրաֆիկ կատաստրոֆա է նաեւ այն, որ գյուղերը գալիս են Երևան։ Երևանում Հայաստանի բոլոր ծառայությունների, Աննա, բոլոր ծառայությունների 89%-ն է իրականացվում։ 11%-ը բոլոր մարզերում է։ Այսինքն, այս ստրատեգիական խնդիրը, որ Հայաստանը չպետք է լինի միայն Երևան, ոչնչացնում է Հայաստանը դեմոգրաֆիկ առումով։ Եվ այստեղ քաղաքական բոլոր ուժերը, այստեղ պետք է գումարվեն առանց կուսակցության բանի։ Լավ, դուք ձեր ասելիքը ասացիք, հիմա արցախցիների հարցի հետ կապված իմ հարցին պատասխանեք, խնդրում եմ։ Տարածքների առումով դուք ասացիք հարցը փակե, դա ռեալիստական չէ, բայց միևնույն ժամանակ արցախցիների վերադարձի իրավունքի մասով դուք ասում եք, որ պետք է պաշտպանվի նրանց վերադարձի իրավունքը, միևնույն ժամանակ խոսում եք, կենտրոնանում եք նրանց այստեղ ինտեգրման մասին։ Ոնց եք հասկանում, ոնց եք բացատրում այս հակադրությունը։ Մեկը մյուսին չի մերժում, այստեղ այդ մարդկանց պետք է ինտեգրես, հնարավորինս պահես, որովհետև եթե երբևէ կլինի այդպիսի հնարավորություն, իրենք Հայաստանից պետք է գնան, այդ մարդիկ Հայաստանի քաղաքացի են, մեկ հատ հարված կերել են, մի հատ այստեղ չպետք է ուտեն, այդ դպրոցներում ես ուսուցիչներ տեսել, որ Ղարաբաղից եկել էին այստեղ որ ուսուցիչ, հիմա էլ այդտեղ են փակվում։ Ընդ որում Ղարաբաղում փակվել է 236 դպրոց։ Եվ ինձ համար դպրոցների փակվելը, եկեղեցիների փակվելը կատաստրոֆա է, դա ազգային անվտանգության խնդիր է։ Այդ եւ դրա դեմը առնելը, կներեք, ոչ թե կուսակցական խնդիր է, ինձ այս բան այնքան էլ չի հետաքրքրում կուսակցական ծրագրերը, այլ այն որ դա մեր ազգային անվտանգության համար լրջագույն սպառնալիք է, դեմոգրաֆիկ սպառնալիք եւ կրթական սպառնալիք։ Եվ դա պետք է դառնա համազգային շարժման խնդիր։ Ընդ որում առաջարկ ունեմ, իշխանությունները շատ խելոք եթե վարվեն, աննորմալություններ կա, 100 հոկյանոց դպրոցներ, 112 հոկյանոց դպրոց եմ գնացել, 112 աշակերտ ունեցող, Բայանդուր գյուղ, որը շքեղ սիրուն գյուղ է, նոր կառուցվող դպրոցներ չեք տեսել։ Ասեմ, նոր կառուցվող դպրոցները, եթե կառուցում են, ընդ որում ձեր ասած 300-ից 60-ն են կառուցել, իմացեք, թող բոլորը իմանան, 16 դպրոց եթե Ամասիայում փակվում է, խնդրում եմ ուշադիր լսեք։ Ամասիայում կա 26 դպրոց։ Ամասիայի ներողություն եմ խնդրում, 26 գյուղ։ 26 գյուղին սպասարկելու է 4 դպրոց։ Եթե անգամ դրանցից ձեր ասած լավ կառուցված է կամ լավ վերանորոգված, 26 գյուղից 22-ը գյուղը չունեն
դպրոց եւ ձմեռվա բարձր լեռնային են 2000 մետրի ծավալ։ Անհնար է, բացառվում է, որ այդտեղ երեխեքը գնան այդ ձեր ասած թեկուզ լավ կառուցված դպրոցում։ Սա այնքան կրթական խնդիր չի, որ անհնար է անելու։ Ես 6 տարի գյուղերում աշխատել եմ, գիտեմ դա ինչ է։ Ձմեռը գյուղերի ճանապարհները փակվում են։ Եվ այստեղ հնարավոր չէ որևէ կրթություն իրականացնել։ Այդ գյուղերը դատարկվելու ծրագրեր են։ Դիտավորյալ դատարկվելու ծրագրեր են։ Լավ, ունենք եւս 3 րոպե եւ եւս 1 հարց, փորձենք րոպեի մեջ տեղավորվել։ Ինչ սոցիալական ծրագիր եք առաջարկում քաղաքացիներին։ Թոշակների աճը պետք է համապատասխանեցնել միջին աշխատավարձի հետ։ Սա համակարգ է։ Այսինքն, եթե երկրում միջին աշխատավարձը բարձրանում է տնտեսության արդյունքում, թոշակառուների եկամուտների վրա անմիջական պետք է ազդեցություն ունենա։ Շատ լավ համալիր է, երբ մեկը կապվում է մյուսի հետ եւ չի դժում որևէ աշխատողը կամ թոշակ ստացող։ Ունենք ընտանեկան բռնության հետ կապված ծրագրեր, սոցիալական ծրագրեր երիտասարդների հետ, ընդհանուր առմամբ դա է առանց խոստումների։ Բայց հիմա այդ իմ 2 րոպեն ես պետք է օգտագործեմ առանց ձեր հարցը լսելու, ներող կլնեք։ Նախ ես դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին, հատկապես ընդդիմադիր քաղաքական ուժերին, կոչով եմ հանդես գալիս, որ ընդդիմադիր ուժերը իրար չխփեն, այսպես ասած, որովհետև բոլոր նրանք, ովքեր խնդիր ունեն ազատվելու այս իշխանությունից, այս փուլում թող զերծ մնան իրար կպնելուց, իրար քննադատելուց, դրա ժամանակը հետո կլինի, թեկուզ կարող են լինել նրանց միջև քաղաքական տարաձայնություններ, որովհետև վերջին հաշվով այդ ուժերի գումարման արդյունքում է, որ մենք հնարավորություն կունենանք այս իշխանություններից ազատվելու։ Մյուս խնդրանքը էլի այսպես համակուսակցական է, դա հետևյալն է։ Բոլոր հնարավոր միջոցներ օգտագործեն ակտիվացնելու քաղաքացիներին, որովհետև ես կարծում եմ, վստահ եմ, շատերն են նաև այդպես կարծում, այս իշխանություններին զրկելու լավագույն միջոցը հասարակության ակտիվացումն է։ Եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը հաղթելու է, ապա դա լինելու է նվազագույն ակտիվության շնորհիվ։ Ուստի բոլոր կուսակցությունները եւ ես նույնպես օգտվելով այս առիթից հորդորում եմ բոլորին գնացեք ընտրության, ում ուզում եք քվեարկեք, գնացեք ընտրության, որովհետև ակտիվությունը բարձր մասնակցությունը երաշխիք է իշխանության փոխելու։ Իսկ այդ առումով եւ վերջին նախադասություն ձեր թույլտվությամբ ես ավարտեմ, մեզ համար այս ընտրությունները հարակվե են յուրահատուկ, որովհետև այս ընտրությունները որոշվելու է։ Մենք պահում ենք մեր անկախությունը, մեր սուվերենությունը, մեր արժանապատվությունը, գնում ենք ինքնիշխան խաղաղության թեջը եւ դիմում եմ բոլոր իմ գործընկերներին, ինձ լսողներին, բոլոր քաղաքացիներին, այս ընտրություններում մենք պետք է վերահաստատենք 35 տարի առաջվա մեր անկախության արժեքները։ Կամ մենք ադրբեջանանում ենք, դառնում ենք Ադրբեջանի ենթակա երկիր, կամ պահպանում ենք ինչպես մեր ծնողները, ձեր հարազատները, եղբայրները քվեարկեցին, Հայաստանը ստեղծեցին անկախ, եւ այդ դեպքում բնական է, որ անկախական ուժերը հաղթում են եւ դրանց մեջ նաեւ ամենաանկախական ուժը Հայազգային կոնգրեսը, բոլոր ուժերը անկախական ուժեր են, պարոն Մանուկյան։ Բոլոր ուժերը անկախական ուժեր են, այդ ձեզ թվում է, որովհետեւ շատերը ենթարկում են ռուսական ազդեցությունների, շատերը արևմտյան ազդեցությունների տակ են։ Միակ ընտրությունն է, որ այսքան դրսից ուղիղ ղեկավարության միջամտություն կա, Վենսի միջամտություն կա Հայաստանում, Մակրոնի միջամտություն ակնհայտ կար, Թուրքիա, Ադրբեջանի նախագահները արտահայտել են իրենց կարծիքը Հայաստանի իշխանությունը, Պուտինը արտահայտել է իր կարծիքը ընտրությունների եւ Հայաստանի իշխանությունը երբեք չեն արձագանքի։ Երբեք այսքան դրսի ուժերի միջամտություն մեր ներքին խնդիրներին չի եղել։ Իսկ այստեղ ընդհանրեն պետք է լինի հետեւյալը. ընտրությունը քաղաքացու մոնոպոլ իրավունքն է, մոնոպոլ։ Ոչ մեկ իրավունք չունի քիթը խոթելու մեր ընտրություններին։ Դրա համար է, որ ես ելնելու սրանով է ասում եմ, սա հանրաքվե է։ Սրանով մենք պահպանում ենք մեր պետականությունը կամ չենք պահպանում եւ խնդրում եմ բոլորին գնալ ընտրության մեկ, ում ուզում են քվեարկեն, ցանկալի կլինի մեզ քվեարկել եւ դա նշանակելու է Հայաստանի պետականության պահպանություն, Հայաստանի ինքնիշխանությունը ինձ համար բարձրագույն արժեք է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Զրուցակիցս Հայազգային կոնգրես կուսակցության падգամավորի տեխնացու Արամ Մանուկյանն էր, կհանդիպենք։